Բարի գալիս Մադեյրա։ Այսօր կիմանաք, ինչպես Հայաստանից հասնել այս մոգական կղզի, բացահայտել նրա լավագույն արշավական ուղիները, ջրվեժներն ու մշտական մառախուղի մեջ ծածկված անտառները, թռչել պարապլանով օվկիանոսի վրայով, սուզվել Ատլանտյան օվկիանոսի գունեղ աշխարհում եւ իհարկե համտեսել Մադեյրայի անուշահոտ խմիչքներն ու տեղական խոհանոցը։ Իսկ մինչ այդ Նախ հասկանանք, թե ինչպես կարելի է այստեղ հասնել։ Իմ տարբերակում ճանապարհը մի քիչ ավելի երկար էր, քան ես նախատեսել էի։ Առաջին թռիչք՝ Երևան-Ստամբուլ։ Երկրորդ թռիչք՝ Ստամբուլ-Ֆրանկֆուրտ։ Երրորդ թռիչք՝ Ֆրանկֆուրտ-Լիսաբոն։ Եվ չորրորդ՝ Լիսաբոն-Մադեյրա։ Մադեյրան փոքրիկ, բայց հիասքանչ կղզի է Ատլանտյան օվկիանոսում։ Այն Պորտուգալիայի մասն է կազմում 1425 թվականից։ Չնայած նրան, որ կղզին ունի ընդամենը 57 կիլոմետր երկարություն ու 22 կիլոմետր լայնություն, այստեղ ամեն անկյուն տարբերվող բնություն ու կլիմա ունի։ Մի օր կարող ես քայլել մշտական մառախուղի մեջ կորած անտառում, իսկ հաջորդ օրը լողալ արևոտ ծովափին։ Ու հենց այստեղ է գալիս ճանապարհորդության ամենակարևոր կետը՝ Մադեյրան ուսումնասիրելու համար ձեզ մեքենա է անհրաժեշտ։ Մեքենան վարձել է Rent-X կայքից եւ 8 օրվա համար վճարել 332 եվրո, որի մեջ ներառված էր նաեւ օդանավականից մինչեւ ռենտալ անվճար տրանսֆեր։ Իմիջիայլոց սա Մադեյրայի օդանավակայանի երկարացված թռիչքուղին է, որը կառուցվել է 2000 թվականին, ավելի մեծ ինքնաթիռներ ու տուրիստական հոսքեր ընդունելու համար։ Իսկ երբ հասանք ռենտալ, պարզվեց, որ իմ վարձած Citroën-ի փոխարեն ինձ Mitsubishi են տալու։ Մեր առաջին կանգառը Մադեյրայում Կամարա դե Լոբոս փոքրիկ ձկնորսական գյուղն է։ Գունավոր նավակները, որոնք կոչվում են խավելհազ, դեռ մինչև այսօր դուրս են գալիս օվկիանոս, բռնելու սարդինա ու հայտնի բլեքսկաբար ձուկը, որից պետք է այսօր անպայման փորձել։ Իմիջիայլոց հենց այս գյուղից էր ոգեշնչում Ուինստոն Չերչիլը, երբ գալիս էր Մադեյրա իր հայտնի նկարները նկարելու համար։ Գյուղի ծովափնյա բառերում կարելի է փորձել նաև Մադեյրայի ավանդական խմիչքը՝ պոնչան։ Պոնչան պատրաստում են ռոմով, մեղրով ու թարմ ցիտրուսով։ Սենց արևոտ եղանակի համար իդեալական ընտրություն է։ Բլեքսկաբարդը այստեղ կարող եք պատվիրել 3 տարբերակով՝ միայն ձուկը տեղական բանանով ու ձուկը մարակոյայով։ Ես ընտրել եմ երկրորդ տարբերակը, եկեք մի քիչ լիմոն անենք, ձեթ ու փորձենք, տեսնենք համը ոնց է։ Ձուկը ունի շատ փափուկ ու նուրբ միս, չունի ծովամթերքի համ, բայց շատ համեղ է։ Հաշիվը կազմեց 28.5 եվրո։ Պարկինգը 3 ժամվա համար արժեցավ 240 եվրո, երկուշաբթիից ուրբաթ օրերին պարկինգը վճարովի է, շաբաթ օրերին ժամը առավոտյան 8-ից մինչև ցերեկը 1-ը, իսկ կիրակի օրերը ամբողջությամբ անվճար է։ Ստեղից մեր ճանապարհը շարունակում ենք դեպի Եվրոպայի ափամերձ ամենաբարձր դիտակետը, որը գտնվում է 580 մետր բարձրության վրա։ Դիտակետի մոտակայքում կա շատ անվճար պարկինգի տեղեր, Իսկ մուտքը վճարով է եւ արժի 3 եվրո։ Ապակե հարթակը գտնվում է 589 մետրի վրա։ Չմոռանաք ձեզ հետ վերցնել տաք հագուստ, քանի որ այստեղ բավականին քամոտ է եւ ցուրտ։ Մադեյրայի հարավում կարող եք կանգնել նաև 1927 թվականին կառուցված Քրիստոսի արձանի մոտ։ Իհարկե Հայաստանում կառուցվող աշխարհի ամենամեծ Հիսուսի արձանին չի հասնի, բայց դե Հիսուսը մնում է Հիսուս, անկախ չափերից։ Այստեղից աստիճաններով կարող եք իջնել նաև ներքևի գեղեցիկ դիտակետ։ Դիտակետից հետո շարժվում ենք դեպի Ֆունչալ, որը Մադեյրայի մայրաքաղաքն է եւ կղզու ամենամեծ քաղաքը, մոտ 110,000 բնակչությամբ։ Այն տեղակայված է կղզու հարավային ափին, օվկիանոսի եւ լեռների արանքում։ Քաղաքի անունը գալիս է պորտուգալերեն Ֆունչո բառից, ինչը նշանակում է սամիտ, որից այստեղ ժամանակին շատ էր աճում։ Այստեղ վարձել են փոքրիկ հարմարավետ սենյակ, որը հանդիսանալու է ելակետ ամբողջ կղզին ուսումնասիրելու համար։ 7 գիշերն այստեղ արժեցել է 440 եվրո։ Բարի լույս, չնայած դեռ մութ է,
Այսօր իմ ծնունդն է, օրը որոշել եմ սկսեմ Մադեյրայի ամենաբարձր ու ամենամոգական կետերից մեկում՝ Pico de Arreyro'ում։ Կայնատեղին վճարովի է եւ ունի սահմանափակ տեղեր, ուստի լավ է այստեղ լինել նախքան լուսաբաց։ Ես 4 ժամվա համար վճարեցի 10 եվրո։ Չմոռանաք ձեր հետ վերցնեք շերտավոր տաք հագուստ, քանի որ ստեղ շատ քամոտ է ու շատ ցուրտ է։ 1818 մետր բարձրության լեռան-գագաթից սկսում է Մադեյրայի ամենահայտնի արահետներից մեկը՝ դեպի Մադեյրայի ամենաբարձր լեռը՝ Pico Ruivo։ Հաշվի առեք մի քանի բան։ Արահետը կեսից փակված է, ու հենց գլխավոր հատվածը, որտեղից ամենագեղեցիկ լուսաբացն է լինում, փակ է, ցավոք սրտի։ Իսկ Pico de Ruivo տանող ճանապարհը նույնպես կեսից փակ է։ Հիմա արդեն տուրիստները եկել են, հավաքվել են ժայռերի ծերերին։ Եսեք սպասեմ լուսաբացին, մի բաժակ սուրճ կխմեմ ու գնում ենք ներքև պարապլանով թռիչք անելու։ Լուսաբացին արևը իր ճառագայթներով բացում է տեսարան, որին ասում են Stairway to Heaven, այսինքն դրախտի աստիճաններ։ Այս տեսարանի համար հաստատ արժեր չքնել այսօր։ Ամպերի վերևից ուղևորվում ենք Մադեյրայի հարավ, փորձելու ամպերի միջով պարապլանով թռիչք։ Մի քիչ խոսենք Մադեյրայի ճանապարհներից։ Ամբողջ կղզու երկայնքով գործում է իդեալական թունելային ցանց, որով կարող եք երթևեկել 90 կմ/ժ արագությամբ։ Իսկ արդեն դրանցից դուրս սկսում է նեղ իրականությունը։ Բնակավայրերում ճանապարհները սովորաբար այնքան նեղ են, որ այստեղ կարող է անցնել միայն մեկ մեքենա։ Եվ գումարած դրան, հավելյալ բարդություններ են ավելացնում բարձրությունների անընդմեջ տատանումները։ Եվ ինչքան փոքր, բայց նաև հզոր մեքենա ունենաք այստեղ, այդքան հեշտ կլինի ճանապարհորդությունը։ Անցնենք օրվա գլխավոր թեմային՝ պարապլանով թռիչքին, որը նախապես ամրագրել էի Fly Madeira ընկերության հետ 150 եվրոյով։ Եվ եթե ցանկանաք նման փորձառություն ունենաք այստեղ, ապա տեղերը պետք է ամրագրել գոնե 2 շաբաթ առաջ։ Թռիչքի ժամանակ ունենաք հնարավորություն զգալու եւ բարձրություն, եւ հանգստություն, եւ վախ, եւ ուրախություն։ Թռիչքից հետո վերադարձա Ֆունչալ ու 93 եվրոյով փորձեցի հնարավոր ամենավատ պատրաստված բլեք սկավառ ձուկը։ Բարի լույս։ Առավոտ ժամը 5-ն է։ Եկել եմ Մադեյրայի արևելք հայկինգ անելու Ponta de Sao Lourenço թերակղզին, որը վիշապի պոչ է հիշեցնում տեսքով։ Հայկինգը մի ուղղությամբ մոտավորապես 3-8 կիլոմետր է լինելու։ Գնացինք։ Այսօր ճանապարհին չգիտեցի մարդ չկա ընդհանրապես։ Մենակ եմ։ Գեղեցիկ լուսաբաց տենց էլ չեղավ, թեթև արևի փնջերը, այսքանով ստեղ ավարտում ենք ու գնում ենք առաջ։ Արահետի վերջում կարող եք կանգ առնել այս փոքրիկ սրճարանում, որտեղից կարող եք նաև ձեռք բերել նավով զբոսանքի 3 փաթեթներից մեկը։ Առաջինը ալարկոտների համար է, որն արժի 15 եվրո, այստեղից ձեզ պարկինգ տեղափոխելու համար։ Երկրորդը այստեղից մինչև Մայակ տուռա, նավով անցնում եք նաև Քարանձավի միջով եւ նայում եք բոլոր ժայռային կղզակները։ Եվ երրորդը կետերի ու դելֆիններին նայելու տուրն է, որը արժի 54.5 եվրո մեկ անձի համար։ Այս գնելու համար ինձ որպես կաշառք առաջարկեցին անվճար մինչև պարկինգ տեղափոխում, քանի որ կետերի ու դելֆինների տուրը սկսում է պարկինգից։ We are going to show you some beautiful places around. Ճանապարհին կարճ կանգառ արեցինք Աղունիկների քարանձավում եւ Փղի ժայռի մոտ։ Այնուհետև անցանք անվտանգության կարճերահանգավորում եւ ուղևորվեցինք կետերին փնտրելու։
Նավի վրա կարելի է առանձնացնել 3 զոնա։ Դիմացը, որտեղ շատ է թափ տալիս, բայց լավագույն տեսադաշտն է։ Հետևը, որտեղ քիչ է թափ տալիս, սակայն կարող ես ամբողջությամբ թրջվել։ Եվ մեջտեղը, որտեղ ոչ թափ է տալիս, ոչ թրջվում ես, բայց դրա հետ մեկտեղ ոչ մի բան նորմալ չես տեսնում։ Մադեյրայի այս հատվածում գրինդերին կամ այսպես կոչված pilot whale-երին հանդիպելու հավանականությունը բավականին բարձր է, ու մենք բացառություն չեղանք։ Սկզբում երևաց մեկ անհատ, հետո մի զույգ, իսկ քիչ անց արդեն մի քանի առանձին դելֆիններ լողում էին տարբեր ուղղություններով։ Գրինդերը հայտնի են իրենց խաղաղ բնավորությամբ ու ընտանիքով լողալու սովորությամբ։ Քիչ անց մի քանի հոգի նավի վրա վատացավ, ու մենք ստիպված հետ եկանք նավամատույց։ Բայց մեր ուղեկցորդն առաջարկեց կրկին վերադառնալ օվկիանոս ու դիտել մոտակա կղզիներն ու Փարոսը, եւ եթե մեր բախտը բերի, կրկին դելֆինների կհանդիպենք։ Մեզ առաջարկեցին թռնել ջուրը, մի քիչ ցուրտ եղանակա, բայց կա երկու տարբերակ՝ անել հիվանդանալ, չանել փոշմանել, հաստատ անում ենք։ Բարի լույս, առավոտ ժամը 6-ն է, էլի մարդ չկա։ Դե մարդ չկա, ես սիրուն տեսանը մենակ կվայելեմ։ Առավոտը կսկսենք Ռիբեյրա դաժանելայի ապշեցուցիչ ժայռերի մոտ, որտեղ օվկիանոսը բախվում է բազալտե սյուների։ Limão, na grelha, limão. Ճանապարհը շարունակելու ենք դեպի Սեյշալ, որտեղ կարող եք անել 3 բան. փորձել սերֆինգ սև ավազով լողափում, լողալ բնական լողավազաններում ու վայելել բնությունը, եւ ուտել թունայի ստեյք։ Մենք կսկսենք համար 3-ից։ Պրայա դա Լախե ռեստորանում ամենահայտնի ուտեստը թունայի ստեյքն է։ Գրեթե բոլոր ուտեստները Մադեյրայում, ինչպես նաև Պորտուգալիայում, ռեստորաններում մատուցվում են սխտորով հացով, ախորժակ բացելու համար։ Հաշիվը կազմեց 27.5 եվրո։ Սեյշալում ազատ պարկինգի տեղեր գրեթե չկար։ Դրա համար կանգնում ենք յուղի վերևում եւ ներքև իջնում ոտքով։ Օրվա ավարտին ուղևորվեցի Մադեյրայի արևմուտք, դեպի Գարկանտա Ֆունդա ջրվեժը, որը անձրևների սակավության պատճառով գրեթե չորացած էր։ Բայց քանի որ գեղեցիկ մայրամուտ էր սպասվում, այստեղից արագ շարժվեցի առաջ դեպի Պոնտա դո Պարգոյի Փարոս։ Փարոսի շրջակայքը կղզու ամենահանգիստ տեղերից էր, որ ես տեսա։ Մարդիկ ուղղակի լուռ վայելում էին օրվա գեղեցիկ ավարտը։ Մադեյրան խոնավ է հյուսիս-արևմուտքում, բայց չոր հարավ-արևելքում։ 16-րդ դարում պորտուգալացիները սկսեցին կառուցել լևադաներ, ջրատարներ, հարավի գյուղատնտեսական շրջաններ ջուր հասցնելու համար։ Ամենավերջինները կառուցվել են 1940-ական թվականներին։ Կառուցումը հաճախ հանձնարարվում էր մայրցամաքային Պորտուգալիայից եկած հանցագործներին եւ դատապարտյալներին։ Այսօր լևադաները հանդիսանում են Մադեյրայի զբոսաշրջության գլխավոր խորհրդանիշներից։ Եվ ես կփորձեմ անցնել ամենահայտնի լևադաներից մեկը։ Լևադա դու Կալդեյրաո Վերդե, կամ կարճ ասած PR9, որն ունի մոտ 14 կիլոմետր ընդհանուր երկարություն։ Մուտքը դեպի արահետ արժի 1 անձի համար 3 եվրո։ Չմոռանաք ձեզ հետ պահել կտրոնը, քանի որ ճանապարհի կեսից ձեզանից այն կարող են պահանջել։
Օրվա ավարտին գնացի գալի ռեստորան եւ փորձեցի արու թութակաձկի, որն ավելի շատ հավի մսի, քան ձկան համոն էր։ Հաշիվը կազմեց 27.45 եվրո։ Առավոտյան ուղևորվեցի դեպի Գարաջաու ազգային պարկ, ուսումնասիրելու այստեղի ստորջրյա աշխարհը։ Դայվինգի համար նախապես հերթագրվել էի Mero Diving-ի մասնագիտացված կենտրոնում։ Ու ներքև իջնելու համար կարող եք կայանել ձեր մեքենան Հիսուսի արձանի մոտ գտնվող անվճար կայանատեղիում ու իջնել ոտքով կամ ճոպանուղով։ Այստեղ սուզվել կարող են թե զրոական փորձ ունեցող անձինք, թե փորձառու սուզորդները։ Կենտրոնը հիմնադրվել է 2013 թվականին եւ գտնվում է գեղեցիկ քարանձավի մեջ։ Այստեղ սկսնակները 80 եվրոյով կարող են անցնել արագացված տեսական դաս եւ փորձել իրենց առաջին սուզումը, մինչև 12 մետր խորություն։ Անգամ լողալ իմանալը պարտադիր չէ։ Իսկ արդեն լիցենզավորված սուզորդները 50 եվրոյով կարող են սուզվել 18-ից 30 մետր, կախված իրենց փորձառության աստիճանից։ Դե ինչ, փորձեմ ներկայացնել, թե ինչ ձկնաշխարհի կարող եք այստեղ հանդիպել։ Առաջինը հանդիպեցինք էգ թութակաձկի, հետո արու թութակաձկի, գծավոր ծովածկների, ապակյա աչքերով ձկի, շեփորաձկների, կղզային կրուպերի, սմբուկաձկների, խոզաձկի, մաքրող ծովախեցգետինների, նեոն մանուշակագույն դամսելձկի, կապտաձկների եւ վերջում Կարլոսն առաջարկեց մտնել քարանձավ, որտեղ արդեն տեսանք օրվա գլխավոր հերոսին՝ խորը ջրերի հսկա կրուպերի։ Նրանք այստեղի մշտական բնակիչներն են եւ գտնվում են հատուկ պահպանության տակ։ Ետդարձի ճանապարհին հանդիպեցինք մի ութոտնուկի, ով մահացած քար էր ձևանում մեզ հետ շփումից խուսափելու համար։ Հա, ու չմոռանանք, որ դայվինգ պետք է փորձել ինքնաթիռով թռիչքից ամենաքիչը 12 ժամ առաջ։ Դայվինգից հետո եկել եմ Nova Onda ռեստորան, տեղում ծովամթերք ուտելու ու գնալու ենք այսօր նաև կետերի թանգարան։ Ծովամթերքի այս տեսականին արժի 20 եվրո, մեջը ներառված է ութոտնուկ, կալմար ու կրիվետկա կարտոֆիլով։ Լիմոնը պետք է ավելացնել։ Լիմոնս գնաց։ Այսօրվա անմոռանալի դայվինգից ու համեղ ուտելիքից հետո օրվա ավարտին եկել եմ կետերի թանգարան։ Ու կետերի թանգարանը պարզվեց փակ է։ Քանի որ կետերի թանգարանը փակ էր, արագ պլաները փոխվեց ու հիմա գնում եմ մայրամուտը նկարեմ Կասկադա դո Անխոս ջրվեժի մոտ։ Առավոտյան մեքենան լիցքավորեցի 95 համարի բենզինով, որի 1 լիտրն արժեր 1.58 եվրո, ու շարժվեցի դեպի մշտական մառախուղի մեջ ծածկված Ֆանալի միստիկ անտառը։ Ցավոք միստիկ անտառի փոխարեն արևոտ իդեալական եղանակ է։ Փորձենք մի ժամ համբերություն ցուցաբերենք, միգուցե ամպերը գան։ Զերո ամպամած, ուղակի սիրուն ծառեր։ Այստեղից շարժվում ենք հարավ-արևմուտք, դեպի Մադեյրայի ժամանակակից արվեստի թանգարան, որտեղ ցուցադրության փոփոխությունների պատճառով մուտքն անվճար էր։ Եվ վերջում եկեք Մի քիչ խոսենք Ֆունչալից։ օրը սկսեցի հին քաղաքի գունազարդ դռների փողոցով։
Մի ամբողջ թաղամաս, որ ավելի շատ բացօթյա պատկերասրահ է, քան պարզապես փողոց։ Այնուհետև 40 րոպե հերթ կանգնելուց հետո 20 եվրոյով ճոպանողով բարձրացա քաղաքին վերևից նայելու։ Ճոպանողու սկզբում ձեզ առանց հարցնելու կնկարեն։ Իսկ արդեն վերջում այդ նկարները ձեզ տալու համար 20 եվրո կուզեն։ Վերևից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի Ֆունչալ, եւ այստեղից կարող եք մտնել նաեւ Մոնթե Պալաս տրոպիկական այգին։ Սակայն իմ վերև բարձրանալու գլխավոր նպատակը դա չէր, այլ Զամբյուղի բազկաթոռներով Ֆունչալի փողոցներով ներքև իջնելը։ Պրոցեսը տեղի է ունենում հետևյալ հերթականությամբ։ Առավոտ ժամը 9-ին մեքենայով բերում են բազկաթոռների խմբականակը, որից հետո իրար հետևից ներքև են իջնում դրանցից 10 հատը։ Այնուհետև սպասում ենք մոտ 20 րոպե, մինչև այդ խմբականակը բերեն վերև, եւ ցիկլը այդպես կրկնվում է մինչև ժամը 16:30։ Անում ենք բարձ հաշվարկ։ Մեկ բազկաթոռը իջնում է մոտ 5 րոպե։ Մոտավորապես 2 րոպեն 1։ Այսինքն ներքևում 10-ը կլինեն 23 րոպեից, իսկ վերևում արդեն 43 րոպեից։ Իսկ քանի որ մեզ մոտ հերթում մոտավոր 190 հոգի մարդ կա, որոնք նստում են միջինում 2 հոգով, ստացվում է իմ հերթը կհասնի մոտավորապես 7 ժամից։ Դե ինչ, այսքանով կավարտենք Մադեյրայի էպիզոդը։ Հուսամ հավանեցիք։ Շատ լրացեք։ Կհանդիպենք։